ՔՊ թեկնածուի գովազդային նյութերը տեղադրված են խոշորացված համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում, ինչը արգելված է։ ՔՊ-ական դպրոցի տնօրենը բարեգործություն է անում, ինչը քրեական հանցագործություն է։ Արմավիրի մարզպետը, նախարարները աշխատանքային ժամերին մասնակցում են քարոզարշավին եւ այլն, անում են բաներ, որոնք արգելված են։ Կառավարությունը ընտրությունների նախաշեմին մոտ 1.250.000 է հատկացնում ասֆալտապատելու, կանալիզացիայի վրա, անուն էլ դրել են հրատապ, բա վաղը ընտրություն է, դրանից հրատապել ինչ կա։ Քարոզարշավին մասնակցում է արդեն կուսակցականացված հեծի Էջմիածնի մասնաճյուղի ՔՊ-ական տնօրենը, ու սա այն դեպքում, երբ Ռոմանոսը մարդիկ է դնում, որ ասենք հետևեն հո քաղբանտարկյալներին նվիրված հանրահավաքում հեծից էլեկտրիկ չկա։ Վաղարշաբաթի ընտրություններում ընդդիմության դեմ պայքարում է ոչ թե ՔՊ թեկնածու, այլ իշխանությունը, պետությունը վարչական ապարատով։ ՔՊ ներքին փակ խմբից հերթական անգամ տեղեկատվություն է տարածվում, որտեղ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը կոչ է անում ակտիվ տարածել համայնքում արված աշխատանքի մասին տեղադրվող նյութերը։ Ի դեպ, ՔՊ փակ խմբից արդեն շատացել են ինֆորմացիաների վարչական ռեսուրսի չարաշահման արտահոսքերը, ներսում էլ են դժգոհ ըստ երևույթին ՔՊ-ի գործելավոճից։ Բայց դե կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննչականը, հակակոռուպցիոնը, դատախազությունը թքած ունեն այս ամենի վրա, որովհետև քաղաքացիական պայմանագիրն է անում։ Շատ բաներ չեմ թվարկում, բայց սա դեռ բացահայտ արվողն է, իսկ ինչ են անում տակից, մնում է պատկերացնել։